Չոր, թիվ 4 Կիշեր, ուշ կիշեր մեզին որբեսի կիտնայի հայդակիրը ուշ կիշեր Հայաստանի Հանրապետության արտագաղթ և լիազոր դեսպան բարոն Կակիկ Խալաչյան, Գերաշնորհ Սրբազան հայր և հարամբանության հոգևոր բեդեր ու հոգևոր հայրեր, Հայոց Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրեն, մեր սիրելի հրավիրյալ բարոն Հայկ Տեմոյան, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ և անդամներ, ՌԱԳ-ի շրջանային վարչության ներկայացուցիչներ, Հունահայոց ազգային վարչության ադենապետ և անդամներ, Թեմական խորհրդի ադենապետ և անդամներ, ՀՅԴ հայտարարի հանձնախումբի և ՌԱԳ-ի հայ իրավանց խորհրդի անդամներ, ՀՈՄ-ի կենտրոնական վարչության, Հայ Կապույտ խաչի, Հայ բարեգործական միության, Համաստայնի, Հոմենտմենի ներկայացուցիչներ, կառույցներու վարչականներ և անդամներ, սիրելի հայրենագիցներ, մեծ ոգևորությամբ և հպարտությամբ ողջունենք Հայոց Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրեն բարոն Հայկ Տեմոյանի ներկայությունը այսօր մեր մոտ։ Հունաստանի մոտ Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռամկավար ազատական կուսակցության շրջանային վարչության և Հայ հապաղական դաշնակցության կենտրոնական կոմիտեի համատեղ ջիկերով դեղի ունեցող այսօրվան ելույթը մեր համակազմակերպվածության կարևոր ապացույցն է Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և հայության արտար իրավունքներու ամբողջական հատուցման աննվուն պայքարի ջամբուն վրա։ Արդեն ոտ կոխած ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տխուր թվականին, որ տարաշրջանը կնշանավոր է մեր ազգին հանդեպ գործված Թուրքիո ոճրային քաղաքականության։ Հայտարարի առնչվող բնակավարները և աշխարհաքաղաքական գոտիները վերադասավորումներու ենթարկվին, շարունակաբար փոփոխվող խոլովույթը կընթանա։ Այս խոլովույթին մեջ ուժեղ բովանդակությամբ ներկայանալու և թշնամիին շարժումներուն դիմաց դիրք կրավելու, դենտակին արշավի մտցերնարկելու անհրաժեշտության առջև կգտնվենք։ Այս տարի այլ Թուրքիո արտաքին գործոց նախարարությունը շատ սպաղ անցուց ապրիլյան ամսաշրջանը օտար երկիրներու դեսպաններուն վրա ծանոթ ճնշումներու իր ջիկերը կատարելագործելով։ Թուրքիո մեջ պաշտոնավարող Հոլանդիայի և Վրաստանի դեսպանները անոնցմե եղան, որոնք արտաքին գործոց նախարարություն կանչվեցան, իրենց երկիրներուն մեջ հայ զոհերու հիշատակին կանգնեցված հուշագոտողներուն համար Անկարայի պաշտոնական հագաստեցության և հանդիմանության արժանանալու համար ըստ երևույթին, նույն բանուն, երբ վարչապետ Էրդողան հանդես կուկար ցավակցական իր ծանոթ խոսքը հայտնելով հայության։ Գարենակ հասկանալու համար, թե ինչ դրդապատճառներ է հարաճ եկավ Էրդողանի կողմէ հայության ուղղված ուղերձը, որոշ նախադրյալներ պետք է նկատի ունենալ։ Նախ հիշեցնենք, որ օգոստոսին Թուրքիո մեջ տեղի պիտի ունենա Հանրապետության նախագահի ընտրությունը, ուր ամենայն հավանականությամբ Էրդողան պիտի առաջադրե իր տեխնացությունը։ Կարևոր է նաև տեսնել և լսել Թուրքիո ընկերության մեջ հետս հետե բազմացող համարձակ և հանդուկ ընծայները, որոնք այլևս չեն լրել, բահանջելով գիտակցիլ
սեփական երկրի անցյալի ճշմարիտ պատմության։ Վստահ կրնամ գլալ, որ վարչապետի խոսքերը իր շրջապատը պաշտպանող քաղաքագետ մասնագետներու խրատներեն թելադրված գեցվածք մնեն, ուր փորձ կգադարվի բղդոր պատկամներ ուղղել մեկ կողմը նույնինքն իր երկրի հասարակության, ապա նաև հայության եւ միջազգային ընտանիքին։ Ոչ թե հաշտեցման որպես կայլ կամ բարի դրամատրություն, այլ մարդավարական խորամանկություն, որ գծկտի ժամանակավորապես ցերպազատվիլ անմիջականորեն ճնշիչ հարցեմը, ժամանակ շահի, միջազգային բեմահարտակին վրա թուրքյովար կբարձրացնել, առանց որևէ նախապայմանի հայ թրքական հաշտեցման խաղապարը հարաճացնել կամ բարդատրել։ Ժամանակակից թուրք ընկերությունը ցեղասպանության հետևանքներուն մեջ ապրած ընկերություն մնե, որ ժամանակին կիցավ, լրեց, հայության պատկանող հարստությունները օգտագործեց, իր պետության վարած քաղաքականության մեղսակից դարձավ։ Իսկ հիմա ըսկսած է գիտակցիլ այս եղելություններուն եւ իրեն բաժին ընկած պատասխանատվության։ Գիտակցի, թե կարելի չէ ընդմիշտ ապրել սուդի ու գեղձիկի մեջ, որ գտնավորե հաջորդող սերունդները եւ նման ժողովուրդ մը գզրգե ասկային հպարտության զգացում ունենալ է։ Թուրք պետական վարիչները, եթե կաչ ու անգեղծ են իրենց ցավակցություններուն ու հայտարարություններուն մեջ, պետք է գիտնան, որ 1920 նոյեմբեր 22-ի Ամերիկայի նախագահ Ուդրո Ուիլսոնի իրավարար վճիրով Արևմտահայաստանի տարածքները հայկական գերիշխանությամբ ինքնորոշված տարածքներ են, ուր Դերսիմի, Տոկատի եւ այլ շրջաններուն մեջ հետս հետե կբացահայտվի թաքնված հազարավոր հայերու ինքնությունը։ Մեր այսօրվան հյուրը, բարոն Հայկ Տեմոյան, գրնա վկայել դարիներու ընթացքին հայոց ցեղասպանության հուշահամալիր Ծիծեռնագապերտ այցելած պետական պաշտոնական բոլոր պատվիրակություններու կամ անհատական այցելություններուն մասին։ Հոնգան հայեր, օդարներ, թուրքեր, պետական պաշտոնյաներ, նույնիսկ այնպիսի երկիրներու, որ պաշտոնապես կրնաջանցած չլան ցեղասպանությունը։ Իսկ յուրաքանչյուր պետական պաշտոնական այցելություն Հայաստան անպայմանորեն Ծիծեռնագապերտ այցելություն կնախատեսե, ուր հարկանքի դուր կմատուցվի հայոց ցեղասպանության զոհերու հիշատակին։ Այս սրբազան վայրը, որ աշխարհասփյուր հայության ողբերգական հիշողության արտացոլումն է, պատմական անհերքելի իր վավերագրերով ու հարուստ արխիվներով, յուրաքանչյուր նման այցելություն ճանաչման ու հարկանքի արտահայտություն է հայոց ցեղասպանության պատմական փաստին հանդեպ։ Գարչ եւ գտրուկ անհերքելի այն փաստն է, թե ազգերու ու պետություններու այսօրվան աշխարհին խիղճին համար շատ բարձ ու հասկանալի պետք է լա, որ հայկական հարցը գրնա լուծվել միայն հայ ազգի իբրև 20-րդ դարու առաջին ցեղասպանության զոհի իրավունքին ու արտարության ամբողջական վերականգնումով, հողային ու քաղաքական հատուցման ջանքով։ Շնորհակալ եմ։ Այժմ կհրավիրեմ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Գագիկ Ղալաչյանը իր խոսքը ուղղելու մեզ։ Շնորհակալ եմ։ Գերաշար սրբազան հայր, հոգևոր հայրեր, համայնքային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ եւ բարեկամներ։ Նախ թույլ տվեք համայնքիս անունից շնորհակալություն հայտնել պարոն Տեմոյանին, որի բազմազբաղ ժամանակն ու ջանքերը ներդրել հրապարակային այս երեկոյի կայացման համար։ Գնահատանքի եւ երախտագիտության արժանի Թանգարան ինստիտուտի եւ անձամբ պարոն Տեմոյանի ազգանվեր առաքելությունը, հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերը հետևողականորեն հավաքելու եւ փաստագրելու, միջազգային հանրությանը ներկայացնելու,
Հայաստանում ցեղասպանագիտական դպրոցի հիմնադրման ուղղությամբ։ Անգնահատելի եւ ուրիշ կարևոր է նաեւ ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ Թանգարան ինստիտուտի արդյունավետ համագործակցությունը եւ այն լուման, որի բազմաբնույթ գործունեությամբ այն ներ է դնում այս չարիքի կանխման միջազգային ջանքերին։ Պատմական գիտությունների դոկտոր պարոն Հայկ Դեմոյանը հանդիսանում է նաեւ ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարը, հեղինակել է 12 մենագրություն, որից վերջին 2-ը այստեղ սեղանին դրված են, մեկը Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, մյուսը հայկական ազգային խորհրդանիշները։ Ես սիրելի հայրենակիցներ ուզեմ ձեզ հիշեցնել, որ բոլորովին վերջերս այս դահլիճում մենք հավաքվել էինք հույն քաղաքական եւ հասարակական գործիչների, ինչպես նաեւ տարբեր երկրներ ներկայացնող դիվանագիտական ու ռազմական ներկայացուցիչների հետ միասին նշելու ցեղասպանության 99-րդ տարեդարձը։ Մարդկության դեմ կատարված այդ ոճիրը հնարավոր դարձավ այն պատճառով, որ միջազգային հանրությունը անհաղորդ մնաց հայ ազգի գերմարտկային տառապանքներին եւ արդյունքում ցեղասպանությունը մինչ այսօր մնացել է անպատիժ։ Այս անտարբերությունը ու անպատժելիությունը տարիներ անց դարձան հաջորդող բոլոր ցեղասպանությունների հիմնաքարը։ Մենք մեր թիրախներից մեկն էլ հենց այդ անտարբերությունը պետք է համարենք։ Եվ ոչ միայն միջազգային հանրության անտարբերության հաղթահարումը, այլ նաև մեր հայրիս հանուն արդարության վերականգնման պայքարին գործնականորեն լծվելու խնդիրը։ Այս առումով ցեղասպանության 100-ամյակը յուրատեսակ Ռուբիկոն է, եւ յուրաքանչյուրիս գործուն մասնակցությունը մեկդարյա այս տարելիցի հավուր պատշաճի կազմակերպմանը միասնականության եւ հաստատակամության ուղերձ պետք է լինի համայն աշխարհին։ Ուղերձ առայն, որ անգամ 100 տարի անց ցեղասպանության ճանաչման, կանխարգելման եւ դրա հետևանքների վերացման գործում հայ ազգի ընթացքը առավել քան վճռական է եւ անկասելի։ Սիրելի հայրենակիցներ, թող այսօրվա բանախոսության հերոսու կյանքի եւ մաքարման զգայացած պատմությունը օրինակ հանդիսանա բոլորիս համար, դառնա մեր արդար պահանջի բավարարման ճանապարհին նոր ասելիքի ու անելիքների ոգեշնչում։ Շնորհակալություն շնորհակալություն։ Գերաշնորհ Սրբազան հայր, հոգևոր հայրեր, մեծարգո պարոն դեսպան Հայաստանի Հանրապետության, սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ, որ վերջապես իմ այցը 8 տարվա պաշտոնավորման ընթացքում որպես հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն եւ արդեն 3 տարի հանդիսանում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, վերջապես առիթը ստեղծվել է հունահայ համայնքի հետ շփում ունենալ եւ դրա համար ես միայն իմ ուրախությունը կարող եմ հայտնել։ Անշուշտ այսօր ձեր ներկայությունը այստեղ պետք է նաեւ իմաստավորել բազմաբնույթ հարցերով եւ քննարկումներով, ուստի միանգամից պետք է նշեմ, որ որևէ սահմանափակում չունենք հարցերի, մեկնաբանությունների, կապված կլինի թեմայի հետ այսօրվա բանախոսության, դրանից դուրս կլինի նախապատրաստական աշխատանքներին, այնպես որ խնդրեմ ես պատրաստ եմ այս երեկո գոհացում տալ բոլոր հարցումներին։ Փոքրիկ նախաբան, այնուհետև մենք կանցնենք այսօրվա դասախոսության նյութին։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը որպես միակը այդպիսին, որ ծիծեռնակաբերդում է եւ միշտ ասում եմ ցավոք սրտի տակավին միակ թանգարանն է, ցեղասպանության թեմային նվիրված, պատրաստվում է ամբողջ թափով 100-ամյակին։ Այս պահին ես ուղղակի 2 օր առաջ ճանապարհեցինք Ֆրանսիայի նախագահին, որ այցելել էր Ծիծեռնակաբերդ,
ամեն օր շինարարական աշխատանքների ելուզերի մեջ ենք, որպեսզի հաջորդ տարի ապրիլ 24-ին ներկայացնենք թանգարանը նոր ցուցադրությամբ, որը նախկինի համեմատ 2.5 անգամ ավելի մեծ տարածք ունի եւ հագեցած է լինելու ժամանակակից թանգարանային տեխնոլոգիաներով եւ միայն թվային տվյալներ եթե ասեմ, նախկին թանգարանը վստահ եմ ձեզանից շատերը եղել են, նորի համեմատ հարաբերակցությունը նյութի առումով 1:200-ի է։ Այսինքն 200 անգամ ավելի շատ նյութ եւ տեղեկություն պետք է դրվի նոր թանգարանի մեջ եւ կարծում եմ, որ մեր համեստ ուղերձը եւ առաքելությունը սա կլինի ցանկացած Էրդողանների եւ Դավութօղլուների աղվեսային դիվանագիտության եւ սրանով մենք չենք սահմանափակվի մեր նյութով, գիտելիքով մենք փորձելու ենք դուրս գալ նաեւ Ծիծեռնակաբերդի սահմաններից մեր ներկայությունը կզգան ամբողջ աշխարհում հատկապես այդ ներկայությունից մեծ աշխատանք կունենան Թուրքիա դեսպանները եւ վստահ եմ, որ առիթը պետք է լինի հաջորդ տարի եւս շփվել այլ ձևաչափի մեջ եւ պատրաստ ենք նաեւ աջակցել ցանկացած ձեռնարկի, որը կիրականացվի համայնքային կառույցների դեսպանատան մասնակցությամբ նաեւ։ Սա փոքրիկ նախաբան, այժմ մի փոքր նախաբանից նախաբան անցնենք բուն դասախոսությանը եւ հարցում, հռետորական հարցում, ինչու Արշալույս Մարդիգյան նույն ինքը Ավրորա Մարդիգանյան, ինչու ես պետք է խոսեմ այս թեմայով եւ որքանով է կարեւոր այս թեման, որպեսզի անդրադառնանք։ Անշուշտ գիտեք, որ հսկա թանգարանը պատրաստել ենթադրում է տարբեր նյութ, տարբեր տեղեկություն, տարբեր թեմաներ։ Ես նրանցից վերցրել եմ այս մեկը եւ եթե ուշադրություն եք դարձրել շրջագայությունների ժամանակ, անցյալ տարի Կանադա, Մոսկվա, այս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ես պատմում եմ այս պատմությունը։ Ինչու այս պատմությունը, որովհետև այս պատմության մեջ մեկտեղված է, խտացված է հայոց ցեղասպանության ամբողջ պատմությունը, որովհետև այս պատմությունը ողբերգական պատմություն է, բայց միաժամանակ այս պատմությունը հերոսական պատմություն է։ Այս պատմությունը աղջնակի, հայ աղջնակի 15 տարեկան աղջնակի պատմություն է, որով պետք է գար եւ ամբողջ իր ազգին եւ աշխարհին ապացուցեր հայի աննգուն դիմագիծը, հաղթողի կերպարը, անցնելով ամբողջ փորձությունների, բռնությունների միջոցով այս աղջնակը Արշալույս Մարդիգյանը ապացուցեց մեր ոգին, հայի ոգին, ամբողջ աշխարհին եւ ինքս, որ արդեն վերջին 6-7 տարիներին հետազոտում եմ այս թեման, չեմ դադարում զարմանալ, թե ինչպիսի բացառիկ թեմա է այս պատմությունը հայոց ցեղասպանության հետ առնչվող բազմահազար այն ճակատագրերի պատմությունների մեջ եւ այս ճակատագրով եւ այս պատմությամբ է, որ ես կցանկանայի վերադառնանք ողբերգական այն իրադարձությունները, առնչվենք այդ իրադարձությունների հետ, բայց այս դալիճը լքենք հաղթողի կեցվածքով, գլուխներս բարձր պահած, որովհետև իդեմս Ավրորա Մարդիգյանի մենք հաղթող հերոսուհի ունենք, հայի հաղթական կերպար ապացուցող կերպար ունենք, եւ որքան էլ որ ընկճված լինենք եւ պատմությունը ողբերգական փորձի մեզ ընկճել, բայց այդուհանդերձ իմ հորդորն է եւ խորհուրդն է, անշուշտ չեմ կարող անհատական է, հուզմունքը անհատական է շատ, բայց գիտակցենք եւ հասկանանք, թե ինչպիսին կարող է լինել հայը եւ հայուին։ Այսօր դասախոսության վերջում առիթ պետք է ունենանք նաեւ մեկ կարևոր առավոտյան մասնակցելու։ Ես ինձ հետ Երևանից բերել եմ Ավրորա Մարդիգանյանի հուշերը բնօրինակից արտատպված, Երևանում մենք տպեցինք, ինչպես նաեւ ֆիլմը եւ բացիկներ, դուք առիթ կունենաք դրանք ձեռք բերելու եւ իմաստը որն է այդ վաճառքի,
դա բարեգործական վաճառք է լինել, որովհետև Ավրորա Մարդիգանյանի այդ ֆիլմը ստեղծվեց 1918 թվականին բարեգործության համար, հայ որբերին օգնելու համար։ 1994 թվականին 92 տարեկան Ավրորան մահացավ, բայց իր գործը պետք է մենք շարունակենք։ Նա հերոսական արարք կատարեց, գիտակցելով, որ իր արարքը պետք է օգտակար լինի հայ որբերին։ Այսօր նա չկա, բայց նրա ներկայությունը, նրա անունը պետք է օգտակար լինի իր հայրենակիցներին, եթե նրանք կարիքի մեջ են եւ օգնության կարիք ունեն։ Այս է խորհուրդը, խնդրում եմ դասախոսությունից հետո այս DVD-ն, գիրքերը եւ բացիկները ձեռք բերելուց հետո այդ միջոցները պետք է գնան սիրահայ օգնության։